Արդյոք Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված են մարդու իրավունքները։ Հարց է առաջանում, որ մարդու իրավունքները։ Եթե այդ մարդը ընդունել է ՔՊ կուսակցության խաչը, եթե ՔՊ համակիր է, իր իրավունքները ամենայն հավանականությամբ պաշտպանված են կամ գոնե ոտնահարված չեն։ Որ պահից այդ նույն մարդը չի պաշտպանում իշխող քաղաքական ուժի հայացքները, նրանց ձայն չի տալիս, իրենց հետ չի աշխատում, տեղում վերածվում է քաղաքական հալածյալի։ Մարդու իրավունքների պաշտպանության մասին մոտեցումը բացառապես այս հայացքով ու երկակի ստանդարտների այս մոտեցմամբ է, որ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ու սա վերաբերում է սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ տարբեր ոլորտի ներկայացուցիչներին։ Այդ թվում նաեւ բիզնեսին։ Օրինակ Գագիկ Ծառուկյանին պետք էր այդպես անմարդկային ձևով գետնին տապալել, բանտարկել, բիզնեսները խլել։ Իսկ նրանք, ովքեր այս իշխանության համակիր բիզնեսմեններ են, իրենք խնդիր չունեն։ Իրենք ընդհանրապես ժամանակին տեղին նուծվում են ՔՊ կուսակցությանը կամ Իմ քայլը հիմնադրամին եւ դրանով ապահովագրում են իրենց ապագան։ Նույնը դատավորների մասով, այն դատավորներն, ովքեր իրականացնում են ձեր ցանկացածը, այսինքն քաղաքական որևէ անձի բանտարկում, շատ լավ դատավորներ են, իսկ նրանք, ովքեր մի փոքր այլ որոշում պետք է կայացնեն, նրանք կարգապահական վարույթներ են հայտնում նրանց նկատմամբ, դուրս են մղվում համակարգից։ Դավիթ Հարությունյանի օրինակը դրա վառ ապացույցն է։ Մնացած անունները չեմ տալիս, հատուկ ուշադրություն նրանց վրա չսևեռելու մասով։ Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը իսկապես ֆունդամենտալ իրավունք է, որը ամբողջությամբ ոտնահարված է Հայաստանի Հանրապետությունում։ Կարծում եմ ձեզ համար եւս նորություն չի լինի։ Այսօր Հայաստանում նույնիսկ երկու մարդ իրար հետ զրուցելիս փորձում են կամ շշուկով խոսել, եթե քաղաքական դիրքորոշման մասին պետք է խոսեն, կամ հեռախոսը հեռու միտեղ դնում են, նոր սկսում են շփվել։ Կարծում եմ դա շատ տարածված բնական միջավայր է դարձել յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Ընդ որում, եթե խոսքը վերաբերեր բացառապես ընդդիմադիր գործիչներին, ես այդտեղ կհասկանամ, ես էլ վաղուց գիտեմ, որ մեզ լսում են։ Բայց երբ որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի ինձ փողոցում տեսնում այսպես գաղտնի փորձում է մի բան ասել ու գնալ, որպեսզի հանկարծ որևէ տեղ դա չֆիքսվի, որպեսզի հետագայում նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չլինի, դա ուղղակի խոսում է իրական մթնոլորտի մասին Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այն վախի մթնոլորտը, որ դուք տարածում եք, չի կարող իր հետևանքները չունենա սովորական քաղաքացիների վրա։ Գործից աշխատանքից հեռացումներ, Facebook-յան ստատուսի, ուղղակի մի քլիկով մեկին լայքելու համար մարդիկ հեռացվում են աշխատանքից։